Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան շնորհակալ են Միրանդա Վաճան։ Հեռուստադիտողներին, ովքեր գրում, ջնջում մեկնաբանություններ, շատերը արդեն ուղակի պահանջում են լավագույն դեմքերի հետ հանդիպումներ եւ այսպես շարունակ։ Ես այսօր խնդրում եմ ավելի մոտ նստեն հեռուստաաշխարհը գնահատող եւ սպորտ աշխարհը գնահատող այն մարդիկ, ովքեր իրենց համարում են սպորտասեր եւ հասարակություն։ Դուք արդեն հասկացաք ինչու, բայց նրանց մասին րոպեներ անց։ Այս բան ըստ ֆորմատի շնորհավորում օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում ասորնությամբ եւ բացառապես 21 TV ու Ձինայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Կյանք եկել ես դու պատահական, դարձել է երազանքը սիրական, չկաչունի աշխարհը քեզ նման, դու իմ միակ իմ սերի ման նման, աշխարհում մի աշխարհ ես ինձ համար, կարմիր վարդեր կբերեմ անհամար, որ փռեմ ոտքերի տակ, իմ արև իմ արեգակ, չկա քեզ պես չի լինի աշխարհում մի աշխարհ ես ինձ համար, կարմիր վարդեր կբերեմ անհամար, որ փռեմ ոտքերի տակ, իմ արև իմ արեգակ, չկա քեզ պես չի լինի միակ։ Էդ քո համբույրը խելքս տարելա, հոգուս անմար կրակը վարելա, իմ կյանքը վարգույններով լցնելա, իմ սրտի փակ դռները բացվելա, աշխարհում մի աշխարհ ես ինձ համար, կարմիր վարդեր կբերեմ անհամար, որ փռեմ ոտքերի տակ, իմ արև իմ արեգակ, չկա քեզ պես չի լինի իմ միակ, աշխարհում մի աշխարհ ես ինձ համար, կարմիր վարդեր կբերեմ անհամար, որ փռեմ ոտքերի տակ, իմ արև իմ արեգակ, չկա քեզ պես չի լինի իմ միակ։ Աշխարհում մի
քեզ պես չի լինի իմ միակ Չկա քեզ պես չի լինի իմ միակ Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը սկսել է եւ ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավորություն այդ նախագիծը այս բան ըստ ֆորմատի չեմ խախտում բնականաբար ներկայացնում եմ ձեզ տեսանյութ եւ ինչպես միշտ տեսանյութը պատմում հերոս ընկերների եւ իհարկե հյուրերի մասին ում մասն է խոսքը կիմանա գրոպեներանց Եվ այսպես 21 TV եթերում շարունակում է աշխատանքը ձին այդ նախագիծը Եվրոպա չկորցնով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ շատ սպասված հյուրերին եւ այսպես Հայաստանի ոչ օլիմպիական միության խառը մենամարտերի ասոցիացիայի նախագահ Սարգիս Ղուկասյանը ինձ մոտ աղավարում նրան ուղեկցում են նույն ասոցիացիայի փոխնախագահ Թիմ Վիկ ակումբի հիմնադիր մարզիչ Վիկ Հովսեփյանը եւ իհարկե ԻՄԱՖ-ի վարկածով կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սևրիկյանը Ընկերներիս բարի օր, բարի գալուստ։ Ինչպես եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Հիանալի։ Սարգ ջան, մի քիչ իրար շփվենք, հետո սենց կանոնակարգով կգնանք, հա։ Ես միջև այն արդյունքներին անցնելը, չեմպիոններ տալ, չգիտեմ, այնտեղ լավ վատ վիճակներին անցնելը, ես հասկացա, որ վերջի ժամանակատվածում մի քանի օր առաջ ամբողջ համացանցը տարածված էր մի տեսանյութ, որտեղ դուք լենտ էիք կտրում։ Այո։ Դե պատմեք, ինչ էիք անում։ Ասոցիացիան բացել է իր զալը եւ հրավիրել է Հովհաննես Սարոկյանին, ոչ օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահան։ Այո։ Եվ բացել ենք ասոցիացիայի մարզիկների համար իրանց վերապատրաստվելու համար իրանց դառնալի աշխարհի եւ Եվրոպա չեմպիոն դառնալու համար պատրաստել ենք, բացել ենք այդ զալը։ Աբովյանում է։ Ոչ, գտնվում է Կոմիտասում, բայց որոշել ենք, որ Աբովյանում է բացենք մի քանի ժամանակ անց, այնտեղ ենք ուզում բացենք, որ երեխաները կարողանան զարգացնենք էլի երեխաների սպորտը։ Հարուստինը լավ բան է, էլի։ Շատ լավ, իսկ այնտեղ բացառապես պետք է պարապեն միայն ձեր մարզիկները, թե հնարավորություն են կողքից էլ ինչ-որ այլ մարզաձևով մարզիկներ կան։ Բոլոր մարզիկները, բոլոր երեխաները այսօր կարող են գալ, պարապել, որովհետև մեր համար տարբերություն չկա։ Հայ մարզիկը, որ երեխան ուզում է, կարող է գա մասնակցի, մենք վերապատրաստենք։ Մեր համար ամենակարևորը, որ մեր դրոշը մյուս պետություններում բարձր լինի, պատվով լինի, կարողանան բարձրացնեն եւ առաջ խաղացում ունենան մեր մարզիկները։ Իսկ այս բանը ես ուզում եմ խոսենք մի քիչ նաև մեր չեմպիոնների մասին։ Նախ ասեմ, որ Հակոստը շատ սիրուն է, ես այն սկզբից էլ նկատեցի։ Եվ խնդրում եմ Վիկ ջան, երկու նախադասությամբ դու պատմիր հաջողությունների մասին, ինչ է կարել եւ ինչ ունենք արժևում։ Այս տարի
շատ մրցաշարների ենք մասնակցել, բայց ամենակարևորագույն մրցաշարը դա եղել է մեր ԻՄԱՖ-ի աշխարհի առաջնությունը, որին որ մենք հանդես ենք եկել մեր կազմով, իմ թիմով ենք հանդես եկել, բավականին լավ արդյունքներ ենք ունեցել ենք աշխարհի չեմպիոն, աշխարհի փոխ-չեմպիոն եւ ունեցել ենք աշխարհի մրցանակակիր երեխաներ, որից մեկը իմ կողքս նստած է Սևլիկյան Դավիթը, ով դարձել է աշխարհի չեմպիոն, իդեպ ասեմ երկրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն կրկնակի, որը որ պատմության մեջ մեր Հայաստանում նման դեպք դեռ չի եղել, որ կրկնակի անգամ աշխարհի չեմպիոն լինի երեխան։ Լավ։ Հիշեցնեմ, որ Սևլիկյան Դավիթը նաև Եվրոպայի աշխարհի չեմպիոն է եւ աշխարհի էլի մրցանակակիր, այսինքն բազմազան սենց տիտուլներով տղա է։ Մեդալները խնդրում եմ ֆիքսել եւ տեսնել։ Ես առանձին այդ ամբողջի հետ պետք է մենք նկարվեմ, որտեղ ասում եմ միշտ պարտությունը պետք է նաև քո ձեռքում լինի։ Շատ լավ։ Իսկ մեր տղան հիմա պատրաստվում է առաջնության։ Այո, մենք պատրաստվում ենք նաև հիմա Եվրոպայի առաջնությանը, որը որ լինելու է 2026 թվականի սկզբին։ Պատրաստվում ենք դրան, էլի լուրջ փորձություն է մեր համար, փորձում ենք ավելի ու ավելի ոնց որ առաջ զարգացնել նաև մեր մարզաձևը, որը որ ընդհանուր մենամարտն է, MMA-ն է, ու պետք է փորձենք մեր ազգի պատիվը բարձր պահենք, որ մեր գլուխներս ամբողջ աշխարհով մեկ կարողանանք բարձր պահենք ու մեզ լավ զգանք, այդքան է։ Իմ կարծիքով տվյալ պահի ներողություն եմ խնդրում բոլոր ինստիտուտներից ինձանից չնեղանան, բայց սպորտ աշխարհի ներկայացուցիչներն են դեռ ամեն բան անում, որ մենք մեր գլուխը չենք կախել։ Ես ուզում եմ շփվել այս պայն մեր տղու հետ Դավիթի հետ։ Դավիթ, ես ուզում եմ Դավիթի տարիքի իմանալ քաշը եւ ուզում եմ ասես եթերում հենց հիմա ում ես համանել քեզ ամենաուժեղ մրցակից, որ նրա հետ մարտնչել ես եւ որ երկրից է եղել։ 15 տարեկան եմ, 67 կիլոգրամ քաշային կարգում եմ հանդես եկել, Եվրոպայի առաջնության ժամանակ 62 կիլոգրամ քաշայինում։ Լավ։ Քաշս փոխել էի, նոր ճանապարհ էր ինձ համար, ամենաբարդ մրցակիցը եղել էր արաբ մրցակիցը, աշխարհի առաջնության ժամանակ, շատ ագրեսիվ մարզիկ էր, մինչև վերջ պայքարում էր, բայց դե ես իմ դիմադրողականությունը չկորցրեցի եւ կարողացա հաղթել նրան։ Ունես քո կարիերայի մեջ դեպք, որ ադրբեջանցու ես սատկացրել։ Ադրբեջանցու չէ, բայց դե կուզենամ ադրբեջանցու դեմ կռվել եւ հաղթել մեր հայոց դրոշն էլ ծածանել։ Ուսում տես մի բան կր, ես գիտեմ հենց տենց թեմայի ալինեմ ավելի իրանց էներգիան իրանց ուտում, չէ։ Շատ լավ, իսկ իմ ընկեր Սարգիս Ղուկասյանը տենց հպարտության դեմքով հետևում է թե ինչքանակ որակ կարող են ասել, սակ դու քո համար տենց նստած սպասում ես, որ ասեն այսքան մարզիկ ունենք առաջի տեղ, այսքան երկրորդ, ու քո համար այդ արդեն սովորական երևույթ է, չէ՞ ոնց նայում եմ։ Դե ճիշտն ասեմ, ես բացի ընկերվիկից, որ ինքը փոխնախագահն է մեր ասոցիացիայի, այո, ինքը նույնպես իմ եղբայրն է, ես իր աշխատանքը գիտեմ, ես տեսել եմ հետո մեր մարզիկների աշխատանքը, իրանց կայուն աշխատանքի մասին է խոսքը, որ իրանք միայն ոչ թե պարապմունք են անում, այ իրանք ձգտում են դեպի առաջ խաղացում ունեցող պարապմունքների վրա, որտեղ այսօր ընկերվիկը տալիս է պրոֆեսիոնալ պարապմունքներ եւ ով էլ հետո որ ուզենա գա ասոցիացիա մասնակցի այդ պարապմունքներին, ով էլ գա սա կհասկանան դրա մասին, դրա համար մենք հանգիստ ենք շատ, որտեվ մեր տղեկը ցիկ են, մեր դասիրակություն են անցնում, մենք տալիս ենք համ դասիրակություն, համ ուժ, համ տեխնիկա, որտեղ մենք էլ ենք անցել այդ ճանապարհը եւ մինչ այսօրս էլ անցնում ենք։ Դե հա։ Այո, եւ հանգիստ ենք, այո։
Շատ հանգիստ ենք։ Տենց պետք է լինի, իսկ եթե դուք նոր եք մեզ միացել, հերթական անգամ հիշեցնեմ եւ տեղեկացնեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ Հայաստանի ոչ օլիմպիական միության խառը մենամարտերի ասոցիացիայի նախագահ Սարգիս Ղուկասյանին, ասոցիացիայի փոխնախագահ Թիմվիկ ակումբի հիմնադիր Վիկ Հովսեփյանին եւ ԻՄԱՖ-ի վարկածով կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սևրիկյանին։ Իսկ ես ասեմ, որ տաղավարից այն կողմ ինձ նորից չեմպիոններ են սպասում, այնպես որ րոպեն առանց ես նրանց նորից կասեմ բարի գալուստ։ Դե ինչ 21 TV եթերում շարունակում է Դինայդ նախագիծը, սպորտսմեններ, չեմպիոններ, հաղթանակած դեմքեր են ինձ մոտ տաղավարում դուք արդեն հասկացաք, բայց ասեմ, որ այս պայն մեծագույն սիրով նաև հյուրընկալել եմ արդեն վաստակաշատ չեմպիոնների Վարդանյան Միշան եւ Մուրադյան Ժորային։ Տղերք ջան, բարի օր, բարի գալուս ձեզ։ Վիկ ջան, ինձ պատմի տղերքի մասին։ Ուրեմն Վարդանյան Միշան եւ Ժորա Մուրադյանը նույնպես իմ սաներն են, նույնպես աշխատասեր, նույնպես սենց ասած վիզ դնող երեխաներ են։ Հիշացնեմ, որ Ժորա Մուրադյանը նույնպես Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է։ Այս վերջերս Վրաստանում GFC կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարում իմ տղաները մասնակցեցին, որը որ շատ անց դիտարժան մենամարտներ ստացվեց ու շատ մարդիկ էին եկել մասնակցելու այդ մենամարտերին։ Իմ երկու աշակերտներս լավ հանդես եկան այդ Վրաստանի մրցաշարում ու փայլուն արդյունքներ ցուցաբերեցին, ապացուցելով, որ իրանք ամենաուժեղն են, ամենալավն են, որ իրանց աշխատանքը իզուր չէր այսքան ժամանակ։ Իրանք նույն ձև շարունակում են պարապել, նույն ձև շարունակում են վիզ դնել, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք ու որ միտեղ պետքա չմնանք։ Իսկ դրա համար պետքա պարապել, պայքարել, գիտակցել ինչի համար անել, միանշանակ ու այդքանը շարժել ենք առաջ։ Միշ ջան, քաշդ եւ տարիքդ։ Քաշս ներկապային 61 կիլոգրամ է, 17 տարեկան եմ։ Լավ, ասիկը մեր մոտ արդեն բանակի թեմաներն են մոտենում։ Բանակի թեմաները հա մոտիկանում են, բայց հիշացնեմ, որ Վարդանյան Միշան ում հետ որ մրցել է 24 տարեկան է եղել։ Իրանից մեծ է։ Բայց տենց իրավունք կա, քաշանը եթե նորմալ է, տարիքը։ Քաշանը եթե նորմալ է, ոնց որ մարզիչի թույլտվությամբ է լինում այդ ամեն ինչը։ Ես իմ մարզիկների վրա վստահ եմ, առհասարակ մեր համար տարիքը կապ չունի։ Ես իմ մարզիկների վրա վստահ եմ այնքանով, որովհետև ես տեսնում եմ իրանց չարչարանքը, նաև տեսնում եմ իմ աշխատանքը ու տեսնում եմ, թե մենք ինչի ենք ընդունակ։ Դրա համար իմ համար այս դեպքում կապ չունի տարիքը։ 24 տարեկան որ ազգից էր։ Վրացի էր։ Չամաչեցին իրանք, կներեք։ Դե ինձ թվում է ամաչեցին։ Ջաջելի է։ Շատ լավ։ Ժորը, խնդրում եմ փոխանցիր, Ժորջան դու էլ տարիք, քաշ եւ ուզում եմ նաեւ ասես քո ամենաուժեղ մրցակիցը ով է եղել։ Իմ մրցակիցները ինձ թվում է ամենաբոլորն էլ ուժեղ էին։ Տարիքը 17, իսկ քաշային կարգը հանդես եմ գալիս 57 քաշային կարգում։ Ծանր քաշային ունենք։ Ծանր քաշային ունենք։ Հա։ Ուղղակի ես այս քաշը շատ եմ հավանում, հարգում, դրա համար եմ շատ շեղված այս քաշի վրա։ Եվ մի բան էլ, հավաքներ կարգավիճակը ունենք, հավաքներ լինում են։ Միանշանակ, ես վերջերս Դաղստանում հավաքների ենք մասնակցել։ Այսինքն երկրից դուրս եք եկել։ Այո, հավաքների ենք մասնակցել, որը որ էլի նույնպես առաջին անգամ Դաղստանում հավաք ենք անցկացրել միայն դեռ մենք ու
լիքը ծանոթություններ, լիքը ընկերներ, լիքը սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, բոլորն էլ հավանել են թե մեր հայ ազգի շփումը, թե մեր, ասենք, սպորտային տվյալները ու փորձելու ենք անընդհատ հավաքները անել, որ թե մեր երեխաները ուժեղանան, թե նույնպես այդ ծանոթությունները լինեն ու մեր ընկերությունը մեծանա։ Իսկ այդ հավաքները այնի իմացած հավաքներ են, որ ռեժիմով ապրում են, ճիշտ սննդակարգ, տարբեր ժամերի պարապման ու աղջիկները շփվեն։ Այո։ Կոնկրետ մեր հավաքը նենց տեղեր, որ մենք ոչ ինտերնետ ունենք։ Են էլ տեղը որտեղ։ Հա, ինտերնետը չկա։ Կոնկրետ մեր հավաքը նենց էր, որ մենք ոչ ինտերնետ ենք ունեցել, ոչ, չգիտեմ, ինչ որ տենց լուրջ պայման ենք ունեցել, չէ, մենք եղել ենք Սարի գլխին, Սարերում ենք անցկացրել մեր հավաքը, եղել են 300 հոգի անձնակազմ։ Բոլոր նախապայմանները կար։ Բոլոր նախապայմանները կան, հա, պարզապես հավաքը նրանով է ոնց որ ուշ տալի, որ դու կենտրոնանում ես կոնկրետ պարապմունքի վրա, դու հեռախոսով զբաղվելու կամ ասենք այլ ուրիշ գործով զբաղվելու իրավունք չունես նախ մեկ, երկրորդն էլ տարբերակել չունես, ասենք, որ ինչ որ բանով զբաղվես։ Հավաքի նպատակը դա է, որ տղան գա մարզվի, ուժեղանա, միայն լինի սպորտային process-ի մեջ այդքանը։ Շատ լավ, միջև մյուս տղաների հետ էլ շփվեմ, սակ մի հարց է ինձ հետաքրքրում, ձեր շարքերը ընդգրկվելու համար կարող են, այսինքն տարբեր նաև սպորտաձևերից էլ կան, ձեզ հետ պայմանավորվեն, տվ ես գիտեմ, որ կան հավաքական սպորտաձևեր, որ կարող են ընդգրկվել, չէ՞, ձեր շարքերը։ Դե MMA-ով զբաղվում է, բոլոր մենք բոլոր ֆեդերացիաների հետ համագործակցում ենք։ Եվ պլյուս դրան կարող են, հա, օրինակի համար հիմա լիքը մարզիկներ կան, որ սկսել են օրինակ բարբա պարապելը, գրեպլինգ պարապելը, կիկբոքս պարապելը, մուայ թայ պարապելը նույն հաջողությամբ կարող են գալ մասնակցել, սկսեն MMA-ով զբաղվելը։ Բոլորի համար մեր դռները բաց է, բոլոր մարզիկների համար։ Իսկ աղջիկներ կան։ Կան աղջիկները, այսօր շատ լիքը աղջիկներ կան, օրինակի համար հենց 3-4 օրը գնացել ենք մուայ թայի ֆեդերացիան էր մի հատ աղջիկ աշխարհի չեմպիոնա դառը, հենց շատ շուտ ժամանակում նոկաուտի էր ենթարկել իր հակառակորդին, եւ մեծ բարձր բարձր պատվով հայկական դրոշն է բարձրացրել որպես աղջիկ, բայց 1500 հոկանոց մարզիկներ են եղել ու այդ մեր հայկական դրոշը այդ փոքր աղջիկը բարձրացրել է շատ մեծ ձևով, էլի շատ ուժեղ ձևով։ Ընտիրա, ես շնորհավորում եմ իր ապագաս կեսուրին։ Իսկ 21 դարի, 21-րդ դարի հարց է։ Համենայն դեպս հեռու մի գնացեք, որովհետև եւս մի քանի չեմպիոն է ձեզ ծանոթացնելու։ Շարունակում ենք աշխատանք 21 TV եթերում եւս նոր սերնդի չեմպիոններ եմ ուզում ձեզ ներկայացնել։ Ինձ մոտ տաղավարում է Արտակ Մելքոնյանը 11 տարեկան եւ 13 տարեկան Միշա Սիմոնյանը բարյոր բարիգալուստ չեմպիոններին։ Նախ դուք շատ սիմպաթիչնի եք, ես հիմիկվանից ցավակցում եմ ձեր դասարանի աղջիկներին, որտեղ վստահ եմ, որ նրանք արդեն ձեզ տենց կարմրեցին, չեմ շարունակում էլ, շատ լավ։ Խելացի աղջիկները միշտ սպորտսմենների հետ են շփվում, ես դա վստահ կարող եմ ասել, որովհետև բոլոր անկյուններից նրանք տաղանդավոր են։ Մեր տղերքի մասին ինչ կպատմես, Ֆիկ։ Իրանք իմ փոքր չեմպիոններն են, սենց ասեմ, առհասարակ իմ համար փոքրների հետ աշխատելը մանավանդ տարեկից դա մի հատ յուրահատուկ հաճույք է, որովհետև երբ որ դու իրանց հետ մեծանում ես ու իրանք էլ քո դաստիարակությամբ են ոնց որ մեծանում, դա մի հատ յուրահատուկ աշխարհ է, որ ասենք երբ որ ինքը մեծանում է, դու իր մեջ տեսնում ես քեզ նմանակությունը, որտեվ ինքը քեզ է նմանվում։
թե իր դիրքով, թե իր կազմվածքով, կոպիտ ասած, թե իր, ասենք, մտածելակերպով, իր դուխով, իր ամեն ինչով ինքը սկսում է քեզ նմանվել, դրա համար ես փոքրների հետ աշխատելու հետ իմ սերը շատ մեծ է, որովհետև յուրահատուկ ձև է էլի այդ ամեն ինչը։ Դուք հիմա քո աչքերը գիտես ոնց է փայլում, դու որ խոսում ես հետո։ Երկուսն էլ իմ լավագույն աշակերտներից մեկն են, ճիշտ է, ես շատ սենց փոջոր լավ աշակերտներ ունեմ, շատ են, որոնք որ դեռ շատ են զարմացնելու ամբողջ աշխարհը, բայց կոնկրետ իրանք արդեն այն ճանապարհին են, որ զարմացնում են ամբողջ աշխարհը, թե իրանց գիտելիքներով, թե իրանց պահվածքով, իրանց ամեն ինչով, նվիրվածությունով ու տենց շարունակական։ Արտակս այս տարվա աշխարհի մրցանակակիրն է եւ Եվրոպայի փոխ-չեմպիոնն է։ Լավ։ Սիմոնյան Միշան էլ այս տարվա աշխարհի փոխ-չեմպիոն երեխան է։ Երկուսն էլ շատ տաղանդավոր մարզիկներ են, երկուսն էլ շատ ցկտող, պարապող, վիզդնող, սենց ասած, իրանք իրանց գործը գիտեն, իրանք իրանց գործը շարունակում են անել շատ բարձր մակարդակով։ Ես խնդրում եմ, որպեսզի երկուսդ էլ մի հատ բարձրացեք ձեր մեդալները, որպեսզի ֆիքսի մեր տեսախցիկը բավականին էլ մեծ եւ ծանր։ Ապրեք։ Արջան, ինձ երկու նախադասությամբ ասա ընդհանրապես դու պատկերացնում ես քեզ մի քիչ ավելի մեծ հասակում, ասենք մարզչական կարիերայի մեջ, ուզում ես ավելի երկար տարիներ լինես մարզիկ, ո՞նց ես պատկերացնում քեզ։ Ես ինձ պատկերացնում եմ շատ լավ սպորտսմեն եւ շատ լավ մարզիչ ապագայում։ Նաև տարբեր բաներով էլ եմ սիրում զբաղվել, թե գիտությամբ, թե երաժշտական գործիքով։ Լուրջ։ Եվ որ գործիքի վրա ես նվագում։ Հարվածային գործիքներ։ Դզեց, այ էսա տղեն հետո։ Ու հույս ունեմ, որ իմ մարզչական կարիերան էլ եւ մարզիկի կարիերան էլ լավ կստացվի, Աստված առաջ։ Խելոցի տղա։ Ինչ ավելացնի Միշան, Միշային դուր։ Միշան, դու ոնց ես պատկերացնում։ Ես նույնպես ինձ պատկերացնում եմ լավ սպորտսմեն, ուզում եմ մեծ բարձունքների հասնեմ, ավելի շատ ինձ տեսնում եմ սպորտսմեն, քան մարզիչ։ Նույնպես զբաղվում եմ, սիրում եմ գիտությամբ զբաղվել, զբաղվում եմ նաև լեզուներով։ Այդպես Հիանալի է։ Ես պաշտում եմ այս գրագետ մարզիկների։ Իրանք լավ գիտեն, որ մենք ուսումը առաջին հերթին շատ լավ ենք դնում։ Հա։ Նույնպես որ նոր քիչ առաջ Սևլիկյան Դավիթն էլ որ կողքս նստած էր, ինքն էլ շատ լավ է սովորում, այսինքն գերազանցիկ են իրանք, բոլորն էլ գերազանց լավ սովորում են։ Դա պատճառ չի, եթե օրինակ դու սովորում ես ու չես հասցնում մարզվել, այդ պատճառ չի։ Դա ընտանիքի դաստիարակությունից էլ է գալիս։ Եթե երեխան նենց է անում, որ ինքը համ լավ սպորտսմեն լինի, համ լավ սովորի, դա միանշանակ ընտանիքի դաստիարակությունից էլ է գալի, նաև մեր թմից էլ է գալիս։ Ասեմ, որ իրանք շատ լավ սովորում են, գերազանցիկ են ու իրանք երբեք չեն պատճառաբանում, այն որ եթե մենք դպրոց ենք, դասի ենք, չենք հասցնում պարապել, չէ, իրանք համ հասցնում են մարզվել օրը երկու անգամ, համ էլ հասցնում են իրանց դասերը անել ու այդ ամեն ինչը բարձր մակարդակով պահում են, որի համար ես կարծում եմ, որ համ մարզիչի համար դա հպարտություն, համ էլ միանշանակ իր ծնողի համար։ Այո, ինչ էլ ուզում լինի, ես մի նախադասություն միշտ արտահայտում ասում եմ, որ դաստիարակությունը բնականաբար ընտանիքում է ստանում, բայց եթե ձեզ նման մարդկան շարքերում չեմպիոն չեն դառնում, լավ տղա, կարգին տղա հաստատ մեծանում են, այդ դաստիարակությունը փաստ է։ Եվ ավարտին ինձ մի հարց էլ հետաքրում, եթե հիմական ծնողներ օրինակ հետևում են կամ ինչու ոչ, ուղղակի տղաներ են հետևում մեզ եւ ուզում են թեկուզ 0-ից ոչ բազային տարբերակով ընդգրկվել ձեր շարքերը, ընդունելություն կա, թե հատուկ ժամանակահատված է։ Մենք բոլորի համար պատրաստ ենք, հա, կատեց։ բոլորին էլ պատրաստ ենք օգնել, ուժեղացնել, թե մեր ընկերությունով, թե մեր թմով, բոլորն էլ 0-ից պատրաստ են գալ մեզ մոտ մարզվել։ Կարելի է, այո, բացի ընդունելությունից մեր մոտ
Սենց ասեմ, էլի մենք վերապատրաստում ենք տալի բալիկներին, Ահա։ որ այսօր 16 տարեկան երեխան ավելի արագ կարող օրինակ համար զենք քանդի հավաքի, քան 18 տարեկան երեխան։ Այսինքն բարակի համար տղերքել են կրթում։ Այո, կրթում ենք, պատրաստում ենք, հիմա նոր նախագիծ ունենք։ Այդ նախագիծը ասուց առաջ ընկնենք, թող հասնենք դրան։ Մենք ուզում ենք այդ նախագիծը շուտով հասնենք այդ ամեն ինչին, որ սկսենք արդեն ավելի բացվել ավելի մեծ ձևով, որ մեր բացի կրթվածությունից, բացի սպորտի պատրաստվածությունից կարողանան նույն ձև արդեն այսօր մեր հայազգը պետքա ձիգ լինի, ուժեղ լինի, գոնե արդեն մինչև բանակ գնալը զենքի հետ կարողանան վարվել, իմանան։ Իսկ ես խոսքը չմոռանաս ավելացնեմ, որ միշտ էլ ասում եմ, այսպես տղերքն են գալիս հայոց բանակի շարքեր լրացնելու համար ու պարտված քաղաքականությունը թող իմանան, որ հայոց բանակի շարքերը համալրվում են այսպես կարգին դաստիարակված տղերքով, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ձեզ, բայց մի պահանջել ունեմ, Սարգսյան ջան, եթե արդեն ինչ որ չափով նախագիծը կոպիտ ասած ընթացքի մեջ լինի, ինձ խնդրում եմ տեղեկացրեք, ես ուզում եմ նաև կադրեր ֆիքսել եւ ինչ ոչ տեսանյութի ձևով ցույց տալ։ Պարտադիր մենք ձեզ կտեղեկացնենք եւ այդ ժամանակ ամբողջ Հայաստանը մենք ուզում ենք որ իմանա, որ այդ վերապատրաստումը մենք տալու ենք բոլորին։ Իսկ տարիքային սահմանափակում ունենալու է։ Դե մինչև 16 տարեկանը, որտեվ 18 տարեկանից արդեն բոլորը գնում են բանակ, բանակում են արդեն այնտեղ իրանք վերապատրաստվածություն իրանց անցնում, մենք ուզում ենք 16 տարեկան արդեն երեխան իմանա այսօր ինչ բան է զենքը, ինչ բան է պատրաստվածությունը, դիրքերը, պարկած դիրքը, նստած դիրքը, որ կարողանա ինքը արդեն հասկանա ուր է ինքը գնում։ Ու պլյուս դրան այսօր Հայաստանը մեր որպես ասենց ասեմ պարտված երկիր։ Այո։ Մենք նույն ձև եղբորս այդ մասնակցել ենք պատերազմին, 20 թվականի պատերազմին եւ տեսել ենք ինչ է այնտեղ կատարվել, լիքը բաներ եղել է ոչ պատրաստվածության պատճառով։ Ահա։ Դրա համար այդ ամեն ինչը դաս քաղելով մենք ուզում ենք մեր տղեկին ավելի ճիշտ ուղղություն տանք, ավելի պատրաստված լինեն, որ չգիտենք մեր երկրի վիճակը վաղը չիմսոր ոնց է լինելու, ինչքան է հավատանք, ինչքան է աղոթներ անենք մեր տղեկի նահատակների համար եւ մնացած բոլոր տղեկ որ այսօր կանգնած են դիրքերում, բոլորի համար կանգնած ենք նույն ձև մենք էլ ենք պատրաստ գնանք, որ ավելի պայծառ ուժեղ լինի մեր հայկական դրոշը եւ մեր պետությունը։ Ապրեք, շնորհակալ եմ շատ ձեզ։ Շնորհակալ եմ նաև լավ արդյունքների համար, գնահատանքի համար, ու ամենակարևորը այս բանը նաև ինչու ոչ կարող եմ պահանջել, որպեսզի լավագույն արդյունքները առաջինը էքսկլյուզիվ տարբերակով ներկայացնեք, Վիկ ջան, թե չէ ձենս գցեմ ամբողջ տաղավարով մեկ ինձ մոտ տաղավարում լինի։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ Անդավաճան հեռուստադիտողներին, որ միշտ հետևում են Ակոպովնան եւ իհարկե ակնկալում են ամենահետաքրքիր էքսկլյուզիվ եւ բացառիկ թողարկումները։ Ձեզ հետ լավագույններն են չեմպիոնների ընկերները եւ իհարկե ձեր Զինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարինը ձեզ։